Տեսնենք տատիկը ուր է։ Տատիկը այստեղ է, պատրաստում է ուտես տիրաբալիկների համար։ Քաբաբը արդեն վերջացրել է։ Գեղեցիկ, մնում է մի շիշուկես ու խորովածներ փոքր թորանս համար է։ Ինքը չի սիրում քաբաբ, սիրելիներս։ Ընտիրություն, համեցեք, իրար հետ անուշանենք, համեցեք։ Սրտանց եմ ասում, ամբողջ սրտով։ Բարի օր ժողովուրդ ջան, իմ սիրելի հետևորդներ ջան, լավ եք, ես լավ եմ։ Մեր մոտ շատ անուշ եղանակ է, սիրելիներս։ Հետևորդները շատ են հետաքրքրվում, Ռոզա տատիկ, դու ինչպես ես պատրաստում քաբաբը, ուզում են իմանալ։ Վերցրել եմ սիրելիներս 3 կիլոգրամ միայն հավի մսով եմ անում, բդերի մսով ու մի քիչ էլ 500 գրամ հավի դոշ, 2.5 կիլոգրամ հավի բդիկներից։ Միսը հանել եմ արդեն, մաքրել եմ, վերցրել եմ ամեն կիլոյի համար 180 գրամ խոզի սալ և ամեն մի կիլոյի համար 80 գրամ սոխ, 3 կիլո մսին 6 թեյի գդալ աղ։ Հիմա ձեզ ասեցի շատ ուշադիր կլինեք, սա իմ տարբերակն է, ես ուրիշ ոչինչ չեմ խառնում, ռեհան ու ուրիշ կանաչիներ չորացրած ես չեմ խառնում, որովհետև այսպես ենք սիրում մենք, սա իմ տարբերակն է ու կասեք կտեսնեմ, ձեր տարբերակը ինչպես է, դուր եկավ ձեզ իմ տարբերակը, չէ, գրեք ձեր տարբերակը, ես արդեն ամառ է գալիս, կփորձեմ ձեր տարբերակով էլ, սիրելի հետևորդներ, հիմա լցնում եմ միսը, այսպես բոլորը, և հիմա աղով կաղաղեմ, համեմեմ, հետո միսը կաղամ, արդեն էլ ուրիշ բան պետք չէ, ես ձեզ ասեմ, որ ես միսը աղալու եմ 2 անգամ, ձեզ կցուցադրեմ, շատ կարճ կցուցադրեմ ձեզ ու կասեմ, 1, 2, 3, 4, 5, 6, 6 թեյի գդալ աղ, չմոռանամ ասելու, որ ես վերցնում եմ ինչ տանը ունեմ, որոշ մարդիկ պատրաստում են խոշոր աղով, բայց ես պատրաստում եմ սովորական յոդի աղով։ 1, այդ ես 2 ու 3 հատ էլ կարմիրը, կարմիրը վնաս չունի, քաղցր է, լից, 1, 2, 3, մի հատ էլ կցի, այդ ես, վերջ, ուրեմ սիրելիներս, 2 թեյի գդալ, լցրեցի սև աղացած պղպեղ, 4 թեյի գդալ, լավ թեյի գդալ, կարմիր պղպեղ, ու լցրեցի 6 թեյի գդալ, լիքը չեմ արել, տեսակ ցուցադրել եմ, աղ, սովորական յոդի աղ, հիմա սա խառնեմ բոլորը միասին, և կտանեմ աղացի մոտ ու կսկսեմ աղալը մեր քաբաբի ֆարշը։ Արդեն սկսեցի աղալու գործողությունը, հիմա կավարտեմ ու նորից կմիանամ ձեզ, սիրելի հետևորդներ, ու արդեն կցուցադրեմ 2 անգամ պետք է անցկացնեմ մսաղացով։ Պետք չի երկրորդն ցույց տամ ձեզ, բայց 2 անգամ պետք է անցկացնեմ մսաղացով։ 2 անգամ միսը անցկացրեցի մսաղացով և հիմա պետք է արդեն միսը հունցել։ Հիմա կհունցեմ, կծեծեմ միսը, հետո արդեն վաղը մեկ օր կթողեմ սառնարանում և արդեն վաղը կպատրաստենք մեր քաբաբը։ Սիրելի հետևորդներ, ասենք Աստված խեր ու բարաքատ տա, բոլորիս ընտանիքներում էլ, թող լի ու բոլորի ուտելիքը էսլի աշխարհում, թող Աստված ավելացնի, չպակասացնի։ Մինչ վաղը, կհանդիպենք վաղը։
Բարի օր սիրելի հետևորդներ ջան, արդեն օրը փոխվել է։ Հիմա նկարահանում ենք մեր քաբաբի շարունակությունը։ Կրակը արդեն պատրաստ է, բանջարեղենը պատրաստեցի, խորովեցի ուղարկեցի վերև։ Հիմա պետք է անեմ մսի գործողությունը։ Հիմա, դնում եմ կրակի։ Այսպես սիրելի հետևորդներ, շարում եմ մեր քաբաբը։ Մի քիչ շուշուտ եմ խփել, շուշուտ արագ աշխատելուց ձեռքերս ոնց որ դողի։ Բայց դուք հաշվի մի արեք, ես ուժեղ եմ, սիրելիներս։ Արդեն քաբաբը եղավ, հիմա ուզում եմ մի հատ սենց ցուցադրեմ ձեզ։ Ժողովուրդ ջան, մի հատ սենց կրակը հավաքեմ իրար վրա։ Այսպես։ Մի քիչ շատ ափրված ու էլ ոչինչ չունեմ։ Հավաքեմ կրակը, որ ավելի ուժեղ լինի, ավելի լավ։ Վայ, չուտողին, սիրելի ժողովուրդ, հլա նայեք էլի, չգիտեմ ինչ ասեմ։ Ուզում եմ ձեզ մոտ մի հատ մի կտոր ձեր հետ ուտեմ, ժողովուրդ ջան, շատ համեղ, քան հյութեղ, նայեք ժողովուրդ ջան, նայեք, թափում է միջից իր հյութը, հիմա մի հատ կփորձեմ, հետո տանը։ Ժողովուրդ ջան, անմահական, անուշ, բույրը անուշ, համը անուշ, ամեն ինչը տեղին, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, փորձեք իմ տարբերակով, տեսեք ինչպես եմ արել, ես լրիվ մեկ առ մեկ բացատրել եմ, մեկ առ մեկ ինչ որ գցել եմ։ Անմահական կծու, շատ կծու, խալապինյո է, չգիտեմ ով գիտի, ով չգիտի, բայց ահավոր կծու պղպեղա։ Ես արել եմ կծու սիրողների համար, թորսա, ռոզասա սիրում, մեկ էլ տղես, շատ է սիրում իրանք կծու, հիմա սա իրանց համար է, եթե ցանկացողներ, կծու սիրողներ կան, թող իրենք էլ պատրաստեն։ Այսպիսի տեսք ունի, սիրելիներս, մեր ափսել, գիտեք, սա իմ պատրաստած կարմիր կաղամբով սալատն է, ունեմ վիդեոն, մտեք, նայեք, եթե ցանկություն կլինի։ Սա իմ պատրաստած այսօրվա բանջարեղենն է, խորոված բանջարեղենը։ Ու սա մի կտոր խորոված եմ դրել, սա էլ մեր քաբաբն է։ Ու սա էլ խորոված արած կարտոֆիլա աղով պատրաստել եմ ու հետո խորովել եմ սիրելիներս իրա կեղևով։ Եթե ցանկություն կլինի, ասեք, ես կասեմ ինչպես եմ արել կարտոֆիլը։ Փորձեմ բանջարեղենից։ Համեղություն, սիրելիներս, ինչ ձև ուզում ես պատրաստի, բանջարեղենի խորովածը, գազի մեջ կամ ասենք ինչ որտեղ, ոչ միտեղ կրակի վրայի պատրաստած բանջարեղենի համը չունի, սիրելի հետևորդներ։ Հիմա մի կտորել ձեզ համար ու ինձ համար, կփորձեմ խորովածից, տեսեք, որ ինչքան համեղ է, ինչքան գեղեցիկ, միսը ամբողջությամբ եփված է, հիմա փորձեմ ամեն ինչը տեղին։ Ունեմ խորովածի պատրաստումներ ունեմ, մտեք նայեք եւ պատրաստեք, իսկ քաբաբը դրսում փորձեցի, բայց ձեր համար մի կտոր էլ ներսում կփորձեմ։ Վերին արդեն սարելա, վերին աստիճանի սոկով է իրա, վերին աստիճանի հյութեղ։ Դրսում ինչ ասել եմ, դա քարապատիկը հիմա ներսում է սիրելիներս։ Մեզ մնում է, լինենք միասին, հավատարիմ լինենք մեկս մեկու, հետևեք Ռոզատատիկին, հավանեք եւ տարածեք, թող բոլորն էլ տեսնեն, որ այսօր տատիկներն էլ են կարողանում քաբաբ, խորոված եւ ամեն ինչ պատրաստեն սիրելիներս։
Խորհուրդ եմ տալիս մեր մնացած տատիկներին էլ, որ իրենց թորնիկների համար այսպիսի համեղություն պատրաստեն, իրենց թորնիկներն էլ ուրախանան, անուշանեն։ Սիրելի հետևորդներ, մնացեք ինձ հետ։ Սիրենք իրար, ես էլ ձեզ շատ-շատ սիրում եմ։